Քեզանից հետո հեռուստասերիալն այս պահին համարվում է ամենառեյթինգային նախագծերից մեկը։ Անի Երանյանն, ով նկարահանվում է հեռուստասերիալում և միաժամանակ հեռուստասերիալի պրոդյուսերն է, վերջապես հրապարակեց մի նորություն, որը միաժամանակ և հուզեց, և տխրեցրեց հեռուստադիտողներին։ Նա նշեց, որ Քեզանից հետո սերիալը լինելու է ընդամենը 16 մասից, և դա նշանակում է պատմությունը մոտենում է ավարտին։ Այս փաստը հնչեց այնպես, ինչպես սիրելի գրքի վերջին գլուխը, որը դեռ չես ուզում կարդալ, որովհետև գիտես, հետո դատարկություն է լինելու։ Այս երկուշաբթի հեռուստադիտողները կդիտեն արդեն 13-րդ սերիան, և սա միայն մի բան է նշանակում՝ ամենաուժեղ, ամենադրամատիկ ու ամենահուզիչ դրվագները դեռ առջևում են։ Թեև պատմությունը մոտենում է իր ավարտին, բայց ինչպես ասում է Անի Երանյանն, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Այս փուլում սերիալի բոլոր կերպարները կանգնած են բարդ ընտրությունների առաջ։ Էվան դեռ հիվանդանոցից նոր է դուրս գրվել, բժիշկները նրան լավ բան չեն ասում։ Էվան պայքարում է իր սիրո և կյանքի համար, նրա առողջական վիճակը փոխվում է ժամ առ ժամ, և անգամ փոքրիկ առաջընթացը մեծ ուրախություն է բերում թե Ռոբին, թե ընտանիքին, բայց հիվանդության ստվերը դեռ կախված է բոլորի վրա։ Ռոբն ամեն վայրկյան գտնվում է Էվայի կողքին։ Հեռուստադիտողները գնահատում են նաև Ռոբի կերպարը, նշելով, որ նա դարձել է ամբողջ սերիալի սիրտը, սիրո, մեղքի, պայքարի ու նվիրվածության խորհրդանիշը։ Էվայի եղբայր Էդգարն իր հերթին սկսում է ավելի ու ավելի խորանալ Ռոբի անցյալի մեջ։ Նա չի կարողանում անտեսել այն փաստը, որ որոշ իրադարձություններ չափազանց շատ են համընկնում։ Իսկ դա նշանակում է, որ շուտով ճշմարտությունը դուրս է գալու լույս աշխարհ, բայց արդյոք նա կկարողանա ներել Ռոբին այն ամենի համար, ինչ եղել է անցյալում։ Հենց այստեղ էլ սկսվում է պատմության ամենալարված հատվածը։ Ռոբը ընկնելու է երկու աշխարհների միջև՝ իր սիրո և իր մեղքի։ Նա գիտի, որ եթե Էդգարն ամեն ինչ իմանա, ապա ոչ միայն կկորցնի նրա վստահությունն, այլ նաև Եվային։ Բայց մյուս կողմից նա այլևս չի կարող ապրել ստի մեջ։ Անի Երանյանն, ով մարմնավորում է Էվային, ոչ միայն գլխավոր դերակատարն է, այլև սերիալի պրոդյուսերը։ Նրա խոսքով յուրաքանչյուր դրվագ կառուցված է այնպես, որ փոխանցի իրական հույզեր։ Սա պարզապես սիրո պատմություն չէ, սա պատմություն է այն մասին, թե ինչպես են մարդիկ փոխվում, երբ հանդիպում են իսկական զգացմունքին։ 13-րդ սերիայից սկսած ամեն ինչ սկսում է արագորեն զարգանալ, գաղտնիքները բացահայտվում են, հին ցավերը վերադառնում, և սերը կանգնում է կյանքի ու մահվան սահմանին։ Էվայի վիճակը կարող է լինել ճակատագրական, բայց հենց այդ փորձությունը կդառնա նրանց սիրո իսկական չափը։ Հեռուստադիտողները սոցիալական ցանցերում գրում են, որ չեն կարողանում սպասել վերջաբանի, բայց միաժամանակ չեն ուզում, որ սերիալն ավարտվի։ Դեռ հարցը մնում է բաց. արդյոք Էվան կփրկվի։ Արդյոք Ռոբն ու Էվան կկարողանան վայելել իրենց սերը հեռու անցյալի ստվերներից։ Սերիալի վերջին մասերը խոստանում են հզոր էմոցիոնալ բովանդակություն, և ինչպես շատերն են նշում, Քեզանից հետոն դառնում է ոչ միայն սերիալ սիրո մասին, այլ նաև պատմություն այն մասին, թե ինչպես է կյանքը փոխվում, երբ վերջապես գտնում ես մեկին, ում համար պատրաստ ես ամեն ինչի։ Այո, ամեն ինչ դեռ առջևում է, և դատելով Անի Երանյանի խոսքերից, վերջին 3 սերիաները լինելու են ամենահզորները։ Այնպես որ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, և արդյոք կհաջողվի փրկել Էվային, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի տեղեկանաք նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք ինչ եք կարծում, Էվան փրկվելու է, թե ոչ, գրեք նաև, թե արդյոք Էվայի ու Ռոբի սերը հաղթելու է հեռուստասերիալի ավարտին։ Չմոռանաք նաև նշել, թե այս հեռուստասերիալում որ դերասանին ու որ կերպարին եք ամենաշատը հավանում, և որ դերասանի ու կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Իսկ մենք ձեզ համար հետաքրքիր ու հաճելի անակնկալ ենք պատրաստել, և նոր տեսանյութով շատ շուտով կկիսվենք ձեզ հետ, ինչը հաճելիորեն կզարմացնի հեռուստադիտողներին։ Դե ինչ, ինչպես արդեն նշեցինք, հեռուստասերիալը լինելու է 16 մասից բաղկացած, այնպես որ վայելեք վերջին մի քանի սերիաները՝ 13, 14, 15 և 16
որը լինելու է ամենահուզիչը, ամենատպավորիչն ու իհարկե ամենադիտարժանը, չնայած որ հեռուստադիտողները մեկնաբանություններում միաձայն նշում են, որ սա այն բացառիկ հեռուստասերիալներից է, որ դիտում են առանց ուղղակի առաջ տալու, այլ ուղղակի վայելում են յուրաքանչյուր վայրկյանը։ Հեռուստադիտողները նաև նշում են, որ հեռուստասերիալի սաունդթրեքն իսկապես հաջողված է և առանց սաունդթրեքի հեռուստասերիալը անհետաքրքիր կլիներ։ Իհարկե անհետաքրքիր է ճակերտների մեջ, քանի որ սաունդթրեքն էլ ավելի հուզիչ է դարձնում հուզիչ պահերը։ Դե ինչ գրեք ձեր կարծիքները հեռուստասերիալի մասին և չմոռանաք իհարկե բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր տեսանյութերը, որոնք շատ շուտով կհայտնվեն մեր էջում։